Ողջույն իմ գանձերին, մեր նոր վլոգն ենք սկսում, ես այստեղ դարձար, պլանավորում եմ պատրաստել բիսկվիտ, լեզուս կապ ընկամ, այստեղ խմորն է, բայց քանի որ երեխեքը այս չրեղենով, խուրմայով, բանով չեն սիրում բիսկվիտ, ես որոշել եմ, որ իրեն այսպես կկիսեմ, մի կեսը կանեմ առանց, մյուս կեսը կանեմ սրանով, ինձ ու խորենին, կարծում եմ այդպես կլինի ավելի արդար, ինչպես նաև դավի պատվերով այսօր սարքում եմ Օլիվիե, ինչպես ինքն ասում, իսկ ինչպես մենք ենք սիրում ասել, ստարիշնի սալատ, արդեն գրեթե բոլոր ինգրեդիենտները, բաղադրիչները առանձին պատրաստ են, մնում է սալաթը ամբողջացնել մեկ ընդհանուր ամանի մեջ։ Դե ինչ, մաղթում եմ բոլորիս բարի դիտում, ես հիմա այս կադրից դուրս լցնեմ, հետո ձեզ ցույց կտամ, հա, որպեսզի հարմար լինի ինձ աշխատելը։ Երեխեք ջան, մինչև այնտեղ երկուսը իրար են ուտում, ասեցի ցույց տամ, այսպես է պատկերացնում, ես մեկը մի քիչ էս կոմակ է, բայց ոչինչ։ Այսպիսի տարբերակով էլ կդնենք վառարան։ Երեխեք, սալատը հենց գազարի ու կարտոշկայի մեծ կաստրուլկայից մեջ էլ հավաքեցի, որտեղ ուրիշ ոչ մի բանի մեջ չէր տեղավորվի։ Ճիշտ է, մի քիչ հակաэսթետիկ է, որ գազարի հետքերը այսպես երևում են, բայց հիմա չոր անձեռոցիկով մի հատ սիրուն կանցնեմ կողքերով։ Ինձ մնում է թթվասեր, սև պղպեղ չեմ ավելացնել, մենակ աղ եմ ավելացրել ու թթվասեր, խառնած չի դրա համար է, էլի, սենց մի թեթև եմ խառնել, հեսա նորմալ կխառնեմ, ինգրեդիենտները, այսպես ասած, համասեր կդառնան եւ արդեն կարելի ասել, որ վերջ պատրաստ կլինի մեր համովությունը։ Թթվասերն էլ խառնեցի, մայոնեզ բացարձակ չեմ արել, միայն թթվասեր ու մի մեծ կաստրուլկա ստարիշնի սալաթը մի երկու օր մեզ հաստատ ուրախացնի։ Как это романтично! Романтик. Սիրտս լցվեց այդ տղա։ Շնորհակալ եմ շատ։ Այնքան շոյված եմ այս ամեն ինչից։ Սենց երաշտության տակ մտով ներս խորենը ինձ համար բերել այս սիրուն ծաղիկները, փուչիկները կեսը դավը տարավ, այստեղ դեռ չեմ նայել, հեսա միասին կնայենք, այնքան հիվանդ եմ երեխեք, տեսնում ես ինչ լավ պապավն ենք մենք, դա։ Բայց այսօր սիրահարների տոնն է։ Այն որ տեսքս շատ վատ է, շատ ահավոր է, բայց ուզում եմ ձեզ հետ նայեմ իմ այս նվերների տոպրակը։ Սիրուն է խոր, մատանին, նայք ինձ սիրուն զարդա, ոյ, շատ, և շոկոլոդ կա, ես ու գոնչոս, հա, հեսա ուղարկեմ, մի հատ խոխմա բան եղավ, խորեն ես նվերներից բացի, խորենը Վալենտինի համար ինձ պատվիրել էր, են ինչը ես երկար ժամանակ ձեռս չէր գնում պատվիրեի, մանիկյուրնի նաբոր, ամբողջական, տնային մանիկյուր անելու համար ու խորենը եկավ տուն, մի քիչ հետո այդ մանիկյուրնի նաբորն էլ հասավ ու դաբլվեց իմ Վալենտինի նվերը, արի դա խոսեմ հեսա բան կանենք ու ես ու գոնչոս որոշեցին, որ մենք մեր ամուսնյակին չենք կարող թողնել առանց նվերու հետո, ինչ որ ես հիվանդ եմ ու չեմ կարող դուրս գալ նվեր առնել, ես իրեն տվեցի, այսպես ասած, իմ լիչնի բյուջեից գումար, որպեսզի ինքը գնա եւ իր համար, իր տեսած մատանիներից մեկը, որը հավանում է շատ, վերցնի, արծաթ։ Տավտո կգնա համի մանիկյուրի նաբորը կվերցնի, համին իր համար մատանին կգնի, որը ուզում են էլի։ Ջան, լավն է։ Տավսեցավ շատ լավ է, որ պապան նվերաբեր է, բայց ինձ ինչ չի բերել, ասում եմ այսօր սիրահարների տոնն է, մամա պապայի բան, ладно, я не скажу, որտեղ երեք պապան խաղալիք էր ինձ առել։ Ասեցի քանի դավը նստած նկարում է, կանաչի տարբեր գույներ են, հա, խնդրել եմ, որ նկարի տարբեր տեսակի ծաղիկներ։ Մի անգամ ոնց եմ նկարել։ Այս էլ Արտաշեսը նստած դասամ լողացել է, հիգիենայի բոլոր պրոցեդուրաներն անցել է, զբաղվում է դասերով։ Ինչ անենք։ Ես դավորել եմ մի անգամ ոնցարել, ես հեշտացավ։ Հա, բայց ձերքերին մերքեր չգր։ Հələ սիրուն ծաղիկներ, շուտով վիսնա է գալիս, չէ՞ դավ։
Վիսնայա, գարունա, ծաղիկներ են լինելու։ Հələ տեսնենք կարա սիրուն տատիկին կնվիրենք, եթե սիրուն նկարես, տարբեր ծաղիկներ։ Ես նայում եմ մի հատ իմ սիրելի ֆիլմերից մեկը, կոչվում է «Когда звонит незнакомец», 100-րդ անգամ վերանայում եմ տրիլերը։ Խորեն այնտեղ զբաղվում է, թեզի վրա մի քիչ աշխատեցի քիչ առաջ։ Հետպես, մեր կիրակի օրը ընթանում է հանգիստ։ Ջան։ Ես տուլպանչիկ եմ սարքել։ Ինչ հավես է, շատ սիրուն է, բալ։ Это мյուս տեխնոլոգիա ժամ պետք է ինչ-որ բան անենք։ Դե ուրեմն պահի՞չ չէ։ Տուլպանչիկ շուտ սդխայդ։ Ուտեմ քեզ։ Ես հենց նոր լողացա դուրս եկա, սրան ուշադրություն չենք դարձնում, որ գրիպ եմ ընկնում կամ ինչ-որ բան, այստեղս նախշա դուրս գալիս կամ ինչ-որ միտեղ, հա։ Ջոն, դե գնա նստի, հենց ես ասում եմ կամերան գալիս են, սենց չոքում են, բալես դու գիչ քեզ կարդում, Դավիթը նստում է, չորդոշ, ընդամենը օրական 2 էջ լրացուցիչ ընթերցանության համար հանձնարարում եմ, այնպիսի մի տրաուր, կարծես աշխարհն է շալակած տանում, կարճ ասած, լոգանք ընդունեցի, ամբողջ մարմինը կրեմով մերսեցի, մինչև լոգանքը մարզվեցի, հիմա քանի որ գրիպ եմ, քիթս փակվում է բերանով եմ շնչում ու շրթունքներս չարանում են, Բալի համովցին Մեզ ինքը լավ կփապկացնի Եվ իմ շիտուկը, որը Չէ, մի անգամ ինչ հացողել եմ, կրակն եմ ընգել ամեն անգամ ասում է կարամ ես Ամեն անգամ ասում էլի ասում ես Ինչ է? Ամեն անգամ դու նույն բանը ասում ես Էդի չէ ամար, ում քեզ? Բալի, մաման քսուն, ինչ ես ուզում Արտաշեսս դու գնա քո դասերին Ես իմ հաղթել Դավիթի այս քթի հատվածը սաղ ենքան եմ ակում սաղ թեպոտումը հետո որ մակիաժան եմ շատ տգեղ այդ թեպոտվածությունը կերևա դրա համար օրվա մեջ մի 2 անգամ անպայման լվացվում եմ ու խոնավեցնում եմ այս քթի հատվածը որպեսզի ինքս ինձ օգնեմ Սա արցախացիկից հանել եմ իմ եմ պակետիկներով խյուսը, որը ինչպես թե կարող եմ սարքել, այնպես էլ կարող եմ սարքել սառը ջրով, ինչ-որ հյութ, հիշում եք, դες ցույց եմ տվել, հեսա գնանք միասին կսարքենք։ Սիրտս ծալավերսում ու ահավոր ուզում եմ ինչ-որ խմելու բան, հետո հիշեցի, որ իրենց ունեմ, ասեցի, որ այո, այո։ Չգիտեմ, ձեզ ասեցի, որ եկել է իմ մանիկյուրի նաբորը։ Ոնց որ ասել եմ, եթե չեմ էլ ասել, ասում եմ, անպայման այս 2 օրը ես անբոքսինգ կանեմ, միասին մանիկյուր կփորձենք։ Շատ լավում եմ։ Ջուրը կաթացնում աչքին, իբր լացում է, գալիս ես յուտեքից, խորավանք։ Էդ որ ասում եմ, այս է, Դավիթ, խելոք մնա թող կարդա, տեղից, բայ կրեմ եմ քսը, չեմ կարողանում բացել, հեսա մի հատ, այսպիսի մի բաժակի մեջ եմ սատքում, որտեղ որ ջուրը շատ է լինում, ինքը համեղ չի լինում։ Ուրեմն այդքան համոզում եմ ինքն էլ փորձի, ասում սիրտս չի ուզում, այսքան ժամանակ մի անգամ գոնե չի փորձել։ Տեսեք ինքը այսպիսի, սա ո՞ն է, աբլիպիխան է, չէ, բանն է, սա տրոպիկական է, արևադարձային միքս է։ Սա խմելու է ուտելու չի, կտա մի կում կխմես, եթե ուզես, հետո քեզ կսարքեմ։ Լավ, ես քոնի մի քիչ, եթե հավանա կտա։ Դավը ձեզ բարևում է, եկեք խառնել, դեռ լավ չի հալչել, չգիտեմ խառնել կստացվի թե ոչ։ Բայց մի բան ասեմ, ինքը շատ հեշտ է հալվում, շատ, ծո պաղպաղակի պես։ Նման է մի լոտ։ Նման է, հա, ոնց որ սառը լյոդեր են, որ լինում են, ծախում են, այ սառը լյոդերին անում։ Մի արա դավս։ Ոյ թապվեց, մի րոպե։ Արտաշես ջան բարձր կարդա, որ կարողանաս կարդալդ լավացնեմ, Դավդ հատ շորաբերը մաքշում է, մալացեց իմ բանիկը։ Ապրես, դավս մեկ էլ հատակին այնտեղ անձեռոցի կանգած, որ գցեմ, խնդրեմ աղբոկը գցես։ Այս իմ վերանորոգած խոհանոցի ֆոնը ոնց եմ սիրում, արևը շատ սիրուն, ադրաժայեցը այս նոր գույնի մեջ, պատոհանի այդ նոր վարակույրը, այս հետևից ֆոնը շատ է դուրս գալիս։ Ուրեմն երեք կարդում էի Օլիվեր Սաքսը։ Երեխեք լավ։ Այդ խելար 6-7-ի մասին լսել եք, որ ընկել է երեխեքի բերանը 6-7, շատ իմանամ այդ ինչ է։ Լավ, հիմա ես խոսում եմ, մի րոպե, մի խոսքով, այս Օլիվեր Սաքսի գիրքը, ես սկսել էի կարդալ, Դավջան, դու այս կոնֆետը չես սիրում, ես չեմ ուզում կոնֆետ ուտեմ հիմա, ինչ է ասում, այս Օլիվեր Սաքսի գիրքը, ես սկսել էի կարդալ ռեֆերատ գրելու համար,
Բայց ռեֆերատի հատվածը, որ ինձ պետք էր կարդացել ու ստոպ էի տվել։ Հիմա երեկվանից սկսել եմ, բավական երեք կարդացի։ Մի 2-3 էջ էի կարդացել ի սկզբանե, էլի։ Շատ հետաքրքիր մի հատ սինդրոմի մասին է այստեղ խոսվում, կոչվում է սինդրոմ Շարլը-Բոնե։ Այս սինդրոմը նրա մասին է, որ մարդը, ով որ կույր է, տեսնում է տեսողական գալյուցինացիաներ։ Բայց при этом сохраняется мышление, ընկալումը եւ մարդու քրիտիկական վերաբերմունքը այդ երևույթի հանդեպ, այսինքն մարդը խելագար չի ուղղակի ունենում գալյուցինացիաներ։ Հետարքիր ձևով է գիրքը կառուցված, ինքը թեև գիտական երևույթների մասին է խոսում, կատուն չի աթարցել եմ, բայց հետո որ մոնտաժում եմ տեսնում որ ճիշտ է, բայց հիմա որ ինքն նայում եմ թարսը զիրկալն է ցույց տալի։ Թեև ինքը խոսում է գիտական երևույթների մասին, բայց խոսում է բավականին գեղարվեստական մոտեցում է տված, հետևաբար ավելի հաճույքով ես կարդում, օրինակ ինչ-որ պատմություններ է պատմում իր դիմաց հիվանդների մասին, պացիենտների, ու այդպիսով ավելի հետաքրքիր է դառնում գիրքը ընթերցել, չես ծանրանում ու չի ծանրանում գլուխը։ Մի խոսքով մեծ սիրով կարդում եմ, դրա հետ կարդում եմ նաև այդ Ալենկարի Лёгкий способ избавиться от эмоционального переедания, բայց դա գիտեք դիտմամ դանդաղ եմ կարդում, դեռ ինքը Մարսելու մտածելու գիրք է, էլի չես դնում արագ կարդում պրստում, որտեղ ինքը այսպես ասած միտում ունի փոխելու մարդու կյանքի ամբողջ այդ դրվածքը, հա, մարդու մտածողությունը, սնունդի մասին, քաղցրի մասին, и так далее, и так далее։ Մազերս քանդեցի, մտածեցի չորանա այսպես առանց ֆենի, խորենի ականջը խուլ։ Ջղայնանում ասում եմ, ախր դու հիվանդ ես, մազերդ ֆենում ես, մազերդ լվանում ես, նստում ես, քո համար որ սառ ես, ասում եմ չեմ սառում, արագ չորանա։ Որ տեսնեք խոհանոցից ինչքան պոզիտիվ տեսք ունի, սպասեք մի հատ կադրը պտտեմ, ինքներդ նայեք, ես հետ Վալենտինյան աուրան, մուդը ամբողջությամբ պահպանված է։ Այս հատվածում իմ փուչիկներն են, իսկ այս հատվածում իմ ծաղիկները։ Երեխեքի համար վերմիշել եմ սարքում, մի խոսքով այնքան սենց լուսավոր, հավես, ույուտնիկի մտնելով նա խոհանոցում։ Այս հատվածը, որ հավեսով նստում եմ ու սկսում եմ աշխատել թեզիս վրա։ Մեզ մոտ նոր օր է, վաղ առավոտ է։ Քնել եմ 5-ից где-то տենց 20-ից, արթնացել եմ 7-10, Արտաշեսին ճանապարհել եմ դպրոց։ Գրեթե ժամը 9 է գալիս հիմա։ Ես այսօր հերթական անգամ շատ լրջորեն մտածեցի այն մասին, որ չի կարելի սենց շարունակել, այս քնի ռեժիմը կատաստրոֆիկ է вообще մարդ արարածի օրգանիզմի համար, դա համար այդ ուղղությամբ պիտի անպայման աշխատանքներ տանեմ, չեմ ուզում սենց վարվեմ իմ օրգանիզմի հետ, հիշել իհարկե այս ինչի սենց եղավ, որովհետև դարին քնացնելուց դավը բավական ուշ քնեց, խորենի աչքը կպած էր, ես քնացրեցի, դավը բավական ուշ քնեց, իմ աչքը կպավ իր հետ մոտ կես ժամ 40 րոպե երևի, քնեցի հետը, դրանից արդեն որ արթնացա, էլ չէի ուզում քնել, սյոմկաներ արեցինք ինստագրամի համար, տիկտոքի, չոր տենց վիդեոներ նկարեցինք, վիդեոներից մեկը մոնտաժեցի, արդեն ժամը 5 էր, մինչև պարկեցի բանման, մի կես ժամ էլ պարկած, կարոչը, պետք է այս հարցով զբաղվել չի կարելի սենց, ես իմ նյարդային համակարգի վրա եմ զգում ես ուշ քնելու հետևանքները և ամեն ինչի ֆիզիկական սենց ինքնազգացողության, չկարելի էլի անթույլատրելի է երկու ժամ քնել, էնել, քնել լուսադեմին, ոչ թե այն գիշերվա այն համով քնի ֆազայի ժամանակ։ Надо что-то с этим делать. Я подумаю над этим, обязательно подумаю. Всё, ես թռայիմ ռուսերենի դասին, օնլայն դասեր են այսօր վաղը, վաղ ավելի ծանր է, այսօր 5-6-ով կպրծնեմ։ Այսօր Դավի նկարչության խմբակի օրն է, բայց կգնեմ, որ չեմ կգնում, որովհետև Դավն էլ դեռ չի լավացել, բայց որ ավելի բանը ես ինձ լավ չեմ զգում, չէի ուզի տնից դուրս գայ, խորենի մոտ է դասեր կա, ինքը չի կարողանա տանել։ Դրա համար երևի ցավոք այսօր բաց կթողնենք էլի դասը։ Երեխեք ջան, օնլայն դասերը սպրծան, ասեցի ձեզ մի հատ իմ այս նոր հասած բանը ռասպակով կանենք, նետ որ ասում է ինձ իմ գել եմ պատվիրել, հասավ, շատ ուշ հասավ, երեխեք առաջի անգամ եմ փորձում, չգիտեմ լավն է, վատն է, եկեք արժեքը, բայց ուզում եմ ասել արժեքը ասեմ, բայց հասկացա, որ իմ հեռախոսով պետք է անեմ, ուզում եմ հիշեմ 3000-ի կարգի է երևի,
Պլյուս մինուս չգիտեմ լավնա թե չէ, պետք է փորձեմ հասկանամ։ Եկեք բացենք, մի հատ տեսնենք, եսյան ավելի փոքրիկ է, գիտեմ, ոյ, կոմպոստեր, սորի, եսյան ավելի փոքրիկ է պատկերացել, քան ինքը կա իրականում, այդ լավ է։ Տեսնենք, ինչա, օդիները լավն էին, հա, տեսեք, տուփներ մեծ, ինքը ավելի փոքրիկոտ։ Այս տեսք ունի, եկեք մի հատ թափվել է, -1 միավոր իրանց գնաց, չեն կարում նորմալ ամրացնել, ես չեմ հասկանում, ոչ թափվի, խիստ եմ էլի գնահատում, հա, բայց ճիշտ եմ ասում, փողնից անեն չթափվի, բայց հոտը շատ լավն է, ուղղակի շատ տհաճավոր սենց ակ հասնում, այսօր պլանավորում եմ նաև մարզվել, նենց հա մարզումները իմ մոտ սենց իմ պարտադիր պայման չեմ, որ ասեմ հիմա ես ես կանոնավոր մարզվում, չէ, գիտեք ոնց եմ մարզվում, երաշտություն եմ դնում, պարում եմ ու ֆիզիկական վարժություններ եմ, ասենք ռանդոմն է, հա, զուտ, որպեսզի ծախսեմ կալորիաներ ու ֆիզիկական սենց էներգիայի հոսք ունենամ, ինքս իմ համար, հա, սենց զուտ հաճելի ինքնազգացողության համար, եկեք ես պատմեմ անջատ եմ, ուրեմն երեք պարկած եմ, քնած եմ, երեխեքը արդեն արթնացել են, գնում գալիս են սենյակ, գոռում գոչում են, ու ես կիսաարթուն վիճակում եմ, ասեցի ոտս դնեմ ես մահճակալիս կողքի փայտին, ասենց հենվեմ, հրվեմ, մյուս կողմ պտտվեմ, այդ պահին ոտս փույց տա գնում, ու ես կապտելա, ուռածա, ու ես ոտնաթաթիցս մի քիչ վերև, ասես շիկոլոտկայի հատվածում, զմփում ամի հատ, այդ փայտի, ես շիֆաներկայի պես, հասկանում եք, ես կողքի կոշտմա, քնից վերև կացել, այ ոտես, հորիկաս ման ինչ աղ է, ասում ոտքս ժարդեցի, հիմա է որ պատահական կպտնում եմ, չէ, լավ ուռել է, անենց հա ցավում, այդ են ծառավոտ շուտ ինձ ջարդու փշուր արեցի երեք, մի խոսքով, այդ էլ իմ արկածների մասին, հա, ասենց է, որ նայում եմ ուռածա։ Դոմինոն կհավաքես, հա, դու դասի եկա չեմ հացնի Դավիթ դոմինո խաղացի մի քիչ դասերի սարանքում մի քիչ կես ժամ ունեի, երկար դասամիջոցներ այսպես ասած, այսօր մինչև 5 դասի եմ, առաջի ժամը տեղափոխել են օրվա երկրորդ կես, դա համար սենց մի քիչ գրաֆիկ ստացվեց, դեռ շարունակում եմ հիվանդ լինել, բայց փորձում եմ դա մի քիչ սենց առաջի պլանում չպահել, որպեսզի կարողանամ կենտրոնանալ։ Այսօր Սուսիկին խնդրել եմ, որ Արտաշեսին դասից հետո տանի իր մոտ, որովհետև դասերի ժամանակ, որ Արտաշեսն ու Դավը միանում են իրար, դա մի կաշմար է, աղմուկ, աղաղակ, իսկ օնլայն դասի ժամանակ դասախոսը հարց է տալի, դու զվուկդ միացնես, դե կա հնարավորություն, զվուկդ անջատում ես, զվուկդ միացնում ես, բայց մեկը զվուկդ միացնես ու այդ ամեն ինչը այն չի էլի, դա համար խնդրեցի, Սուսիկ ասեց ոչ մի խնդիր։ Երեխեք 5:30 հենց նոր ավարտել եմ օնլայն դասս, ասել, որ ես հոգնած եմ, պատկերացնեք ես 7-ից արթուն եմ ու ես ամեն ինչի մեջ, ուրեմն, բայց ես ամեն ինչի մեջ մի հատ հավես մասկար ընկերուհիս, կուրսեցիս ում հետ սովորել ենք ռեժիսուրայում, մինչև մաս շփվում ենք, շատ լավ ընկերներ ենք, այն նոր ասեց այն քո համար մի հատ գիրք եմ պատվել, հոգեբանական, հասցես ասեց, դե տենց որ ուղարկի, ու այդ գիրքը հասել է, Էրիկ Բերն մարդիկ, որոնք խաղում են խաղեր, ես ունեմ այդ գրքի էնի տարբերակը, խաղեր, որոնք խաղում են մարդիկ, իրանք, այսպես ասած, շարունակություն են իրար, ու հայերենով է, հետաքրքիր է, ես հայկական գրականություն շատ քիչ եմ կարդում, ու ինձ շատ հետաքրքիր կլինի տեսնեմ հայերենով ոնց եմ մարսում ինֆորմացիան, մի խոսքով երեխեք ջան, սենց հաճելի բոնուս էր, հիմա սուրճ եմ դրել, կհավատակ ես գիտե 4-ին եմ այսօր հաց կերել, արդեն գլուխս ֆռում էր այդ կարգի Երեխեք Բոլ իրար են չենք դում Արտաշեսը Սուսիկ ես տանն էր, բայց մոտ մի ժամա ինչ եկել է ու էլի ես աղմուկ աղակը վերջի դասը սենց աղմուկով պարապեցի Հիմա էլ խորենի մոտ դասա, հիմա գնամ կարգավորեմ սուս մնան մի հատ Մի խոսքով մոտ 1 ժամ պիտի ես պարկեմ, ուղակի պարկեմ, դիցքաթափվեմ, որովհետև խայտարակ հոգնած եմ Երեխեք ջան, ես այստեղ մի հատ արագ աղցան սարքեցի ու խորտավարի միսիչքան էր, ահագին էր Էլի սովորական դրել եմ խաշվի, այնքան սիրով ենք ուտում սովորական խաշա, չեք պատկերացնի Այստեղ հազարի թերթիկա, սամիթա, լոլիկ, վարունգ, ձեթ, աղ և սոխ Հիմա խառնում եմ գարնա շունչն եմ մի հատ ուզում զգանք Ջղայնացա ճիշտը, որ ասնեմ մի քիչ
բան էր, այս անտեր տաքու հովից ծորանցել էր պատուհանից ջուրը ու Ռուսենից նոր տետրը սենց վիճակի մեջ էր հայտնվել, հիմա պիտի փոխեմ։ Ջղայնացա մի քիչ սիրում էի, սիրուն տետրը։ Բայց դե ոչինչ, կարևոր գոնե գրքերը չեմ փչացել, պիտի պատուհանագոգին էլ բան չդնեմ։ Ուղղակի հարմար է դասից հետո գալ մի անգամից բան անել։ Ֆենած մազերս էլ են խուճուճացել, իդեպ այսօր նոր մասկա էր հասել, Wildberries-ից փորձարկման համար էի վերցրել։ Ինստայի վեր ստորի արեցի արդյունքների մասին, այսպիսի սենց հավես փայլը հավոտ է մազերիս, ուղղակի այստեղ գոլորշի է ու սա խուճուճացավ մազերս։ Ես յոգուրտ եմ ուտում, այսօր ամբողջ օրը ոչ մի նորմալ բան չի ստացվել ուտել, այս դասերի հետ կապված, մանիկյուրս եմ մաքրել, հեսա զբաղվեմ մանիկյուրով, շատ վատ վիճակ են։ Եղունգներս դեռ ինչի ապարատային մանիկյուր չեմ անում այն իմ նոր կոմպլեկտով, որովհետև դեռ վիդեո չեմ նկարել, ուզում եմ տենց unboxing անեմ։ Հետո արդեն մի շաբաթ կփորձեմ առաջին անգամ անել, չգիտեմ ինչքանով կստացվի։ Հիմա ուզում եմ իստեմ մոնտաժ անեմ ձեզ համար։ Երեխեքի խոհենի երև կպարկացնի, ես մի քիչ անելիքներ ունեմ։ Դա ասում ասենց էլ ես տիպի բաներ, եմ որ ինչքան անում եմ, մեկա կաուկա, ես ինչ հակսվես դա։ Ամենախոխմենա, որ առավոտից, ես ինչ-որ տարբեր բաներ եմ անում, առավոտից, բայց մեկա, հələ ենքան բան կաներ, լվացք ունեմ պրելու, դեմ, մենասկային թաթու համակ, անդիթ է ինձ ատվում։ Այդպիսին է մեր տնային տնտեսուհիներից գործահատկապես, եթե սովորում ես նաև, это трудновато, конечно, երեխեք ջան, но это того стоит։ Մենակ հենց տեսնեմ նոր տետր, որ դեց եմ դա։ Ես հիշում եմ, որ խորիկը ինձ մի քանի հատ նոր տետր էր նվիրել։ Ես էլ ասեցի պահեմ արձակուրդից հետո կօգտագործեմ։ Չեմ գտնում հիմա, ուր են, կաղապար չունեմ։ Понятия не имею։ Դեմքս լավ խոնավեցրել եմ։ Դիմակ, միմակ, իրան անջատվեց կամերան, չգիտեմ որ հատվածի վրա անջատվեց, ասածս են էր, որ այս գրիպի պատճառով սաղ թեփոտումը, փթի, հա խոր, զայրադշնիկը հեսաբեր եմ ստեղա, դրա համար ուզեցի այսօր լավ խորը խոնավեցում անեմ, իհարկե ինքը մեկա մի քիչ կթեփոտի, հատկապես տանդալնի քսելուց այդ երևալու, բայց ոչինչ, կարևորը ինչից ինձ հասնում էր արեցի, այդ ջերմություն քանի որ տվել եմ մի քիչ սենց դուրս է տվել տարբեր տեղեր ցավոտ, բայց դե դրանք եւս պիտի սպասես մինչև անցնի, այսօր որոշել եմ շուտ եմ պարկելու, ամենաստորետ եմ ասում, բայց այսօր անպայման ոչ գիրք եմ կարդալու, ոչ մի բան, ուղղակի շուտ պարկելու եմ, շուտ ասած, ամենաուշը 12:30 կպարկեմ, չեմ ուզում ինձ տես տանջեմ, իմ օրգանիզմը մեղ կա, անկեղծ մեղ կա, եմ ասում եմ քարա, որ ինձ դիմանում է։ Всё, երեխեք ջան, եկեք ավարտեմ, որ հասնեմ ձեր գոնե դրուսս մի վլոգ մոնտաժեմ տեղադրեմ, ինչպես նկատում եք, չեմ հասնում շատ հաճախ տեղադրել, այս թեժ էտապն է, այդ արձակուրդներից հետո նորից այս ամեն ինչի մեջ, նորից այնց բուրըն դասել մասել, մի քիչ ինձ էլ էլի պետք ունի մեջ ընկնել, բայց կփորձենք բալանսավորել։ Մնացեք բարով, խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ, պաչիկներ եմ անում բոլորիդ և մենք իհարկե կհանդիպենք արդեն մեր հաջորդ վլոգի շրջանակներում։ Իդեպ այն նոր պատվիրածս տաբլետկաներից բավականին գոհ եմ, հետ էլ ասեմ, որտև շատերից կարող է հետաքրքրի, ցյոտիկյանն հավանեց, թե չհավանեց։